Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 12-ն է։ Այս հաղորդման մեջ հիմնականում Հայաստանին վերաբերվող խոսելու ոչինչ չունենք, բայց այն ինչ ունենք, այսպես թե այնպես վերաբերվում է Հայաստանին։ Սկսենք ամենաթարմ եւ կարծում եմ կարևոր տեղեկությունից, որը որ մենք ստացել ենք երեկ, եւ խոսքը թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի կործանման մասին է Վրաստանում։ Երեկ երեկոյան կողմ այս տեղեկությունը հասանելի դարձավ բոլորի համար, որ Ադրբեջանից Թուրքիա վերադարձող C-130 ինքնաթիռը, բեռնատար ինքնաթիռը, ռազմական ինքնաթիռը կործանվել է Վրաստանի օդում։ Պատճառները դեռևս պարզ չեն եւ այդ ինքնաթիռում գտնվել է 20 զինվորական։ Բազմաթիվ կայքեր, թերթեր, լրատվամիջոցներ հաղորդում են այն մասին, որ հնարավոր է այդ ինքնաթիռի մեջ եղել են Թուրքիայի էլիտար զորքերի ներկայացուցիչները, կոմանդոսի ներկայացուցիչները, թվով 20 հոգի։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը արդեն իսկ հաստատել է այն փաստը, որ ինքնաթիռում եղել են զինվորականներ, թուրք զինվորականներ, թվով 20 հոգի, բայց այնտեղ չի նշվում, թե կոնկրետ ինչ զինվորականների մասին է խոսքը եւ թե նրանք արդյոք մասնակցել են, թե չէ զինվորական շքերթին, որը որ տեղի ունեցավ Բաքվում։ Սակայն հավանականությունը շատ բարձր է, որ հենց այդ զորախումբն է եղել, որը որ վերադառնում էր Բաքվից Թուրքիա, ու անցնում էր Վրաստանի օդային տարածքով։ Վրաստանի ներքին գործերի նախարարն է միանգամից մեկնել դեպքի վայր։ Այսօր առավոտյան արդեն ակտիվություն է գրանցվել Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչ է եղել պատճառը, որ այդ ինքնաթիռը կործանվել է։ Ոչ ոք իրականում չգիտի կամ այս պայդարությամբ որևիցե վարկած չի քննարկվում մամուլում։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ադրբեջանից Վրաստանի իշխանությունների հետ են կապնվել, հետո Ալիևը արագ ցավակցել է Էրդողանին զոհերի կապակցությամբ, այսպիսի իրավիճակի այս պահին եւ հետաքննությունը ընթանում է, թե որն էր պատճառը այդ ինքնաթիռի կործանման։ Կարող ենք բազմաթիվ վարկածներից խոսել, բայց չեմ կարծում, որ ճիշտ կլինի, քանի որ դերևս պաշտոնական որևիցե հաստատում չկա։ Ուղղակի մեկ բան փաստ է, որ այդպիսի ինքնաթիռները հիմնականում շատ լավ նորմալ որակի ինքնաթիռներ են, նորմալ տեխզանում են միշտ անցնում եւ որևիցե խնդիր չպետք է որ նրանք ունենային օդում, այն էլ այդ փոքրիկ տարածության վրա Ադրբեջանից Վրաստանով Թուրքիա մեկնելիս, բայց թե ինչու է այս ամենը տեղի ունեցել, սա արդեն նույնիսկ կարող է զարմանք առաջացնել շատ-շատերի մոտ։ Նույնիսկ մի պահ հիշեցի, թե ինչպես Իրանի նախագահի ուղղաթիռը Ադրբեջանից վերադառնալիս Իրան կործանվեց իբր անհայտ պատճառներով, ոչ ոք չգիտեր, թե ինչ տեղի ունեցավ այդ ուղղաթիռի հետ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ միայն Իրանի նախագահի ուղղաթիռի հետ չի խնդիրը, այլ նաև Ադրբեջանից Թուրքիա վերադարձող էլիտար զորքերի հետ է առաջանում խնդիր։ Կարծում եմ հասկանում եք, թե ակնարկը որ կողմում է, դեպի որ կողմն է գնում, բայց դե կապրենք, կտեսնենք, ժամանակը ցույց կտա, ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա։ Կարծում եմ հիմնական քննարկման թեման այս մի քանի օրերին, այսինքն ամենակարևոր թեմաներից մեկը քննարկման նաև այդ հարցը կարող է դառնալ։ Մնացած հարցերը, սիրելի հայրենակիցներ, վերաբերվում են միջազգային իրադարձություններին, այստեղ էլ հետաքրքիր մենք հարցեր ունենք հիմա քննարկելու։ Օրինակի համար Սերբիայի նախագահ Վուչիչը շատ հետաքրքիր հայտարարություն է արել, անկեղծ ասած, ինչ որ չափով ես կիսում եմ այս գաղափարը, մտահոգությունը, քանի որ վերջին օրերին ես եմ այդ մասին խոսում, ու նա ասում է, որ Սերբիան գտնվում է շատ բարդ իրավիճակում, քանի որ կարող է պատերազմ սկսվել Ռուսաստանի Դաշնության եւ եվրոպական երկրների միջև։ Սերբիայի նախագահը ասում է, որ ես ուրախ կլինեմ, որ սխալվեմ, բայց ես տեսնում եմ, թե ինչպես արագ պատերազմն է վրա հասնում։
ու ասում է դրա համար մենք պետք է զինվենք եւ զինվենք։ Ինչի համար է այս հայտարարությունը մեզ համար կարևոր։ Նախ որ ճիշտ է Վուչիչը մի փոքր այնպիսի անձնավորություն է, որ Օրբանի նման մեկն է մոտավորապես մեծ համբավ չունի եվրոպական երկրներում, բայց այն որ ինքը տեսնում է ռեալ պատերազմի վտանգ եւ այդ ռեալ պատերազմի վտանգից մենք ենք սկսել շատ հաճախ խոսել, ես էլ եմ որոշ բաներ նկատում, որ իրոք լուրջ պատրաստություններ են ընթանում կարծես պատերազմի համար, ցավով եմ սա նշում, ցավով եւ մեծ վախերով, քանի որ հասկանում եմ, որ Հայաստանի եւ Վրաստանի վիճակը եւս չափազանց բարդ կլինի այդ իրավիճակում, մեր բոլորի վիճակը կբարդանա միանգամից շատ, բայց ասածս այն է, որ իրոք պետք է զինվել եւ Վրաստանի ու Հայաստանի նման երկրները պետք է զինվեն, քանի որ այդ պարագայում կարող է արդեն օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթուղթը որևիցե ազդեցություն եւ ուժ չունենա։ Երեկ էլ ես խոսում իմ հաղորդման մեջ, վերլուծական բնույթի հաղորդում էր եւ ոչ այդքան լրատվական, այս պայմանությամբ այդքան էլ շատ չեն դիտումները, բայց անպայման դիտեք սիրելի հայրենակիցներ, քանի որ հետաքրքիր թեմա է եւ կրկին ես համոզվում եմ իմ խոսքերի մեջ, որ Ալիևը սպասում է շատ հարմար պահի, հասկանում է, որ կարող է այդ հարմար պահը գալ, դրա համար պետք է զինվել եւ զինվել։ Տեսնում եմ տարբեր հայտարարություններ, լսում եմ այն մասին, որ Հայաստանի հանրային խորհրդի ներկայացուցիչները գնացել են վարչապետի ներկայությամբ, ծանոթացել են, թե ինչ սպառազինություն ունի Հայաստանը, մոդելներն են ծանոթացել, ապշած են, ասում են շատ մեծ գործ է արվել, շատ ենք զինվել։ Իրոք ուրախալի է։ Իրոք շատ ուրախալի է, ես անձամբ չեմ տեսել, չեմ եղել, ուզում եմ հավատալ, բայց հասկանում եմ, որ բյուջեների ահռելի տարբերություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բյուջեների ահռելի տարբերություն կա նաեւ Թուրքիան, կա նաեւ Ռուսաստանը, սա չեմ ասում, որ մենք հիասթափվենք, այլ ճիշտ հակառակը, ինչ էլ որ արվել է, անհնարինը, ինչ էլ որ արվել է, բայց ավելին պետք է անել։ Խոսքով հեշտ է ասելը, ինձ էլ է հեշտ ավելի խոսելը, բայց սա կարևոր կոչ է, սա կարևոր խնդրանք է, հանրային հասարակական կարծիք ձևավորող խնդրանք է։ Այս աշխարհակարգը չափազանց փխրուն է դարձել եւ ցանկացած պահի կարող է շատ մեծ պատերազմ սկսվել, շատ մեծ պատերազմ սկսվել եւ ոչ մի երաշխիք այլևս մենք չենք ունենա, որ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ այդ երկրները չեն հարձակվի Հայաստանի վրա, Վրաստանի վրա, դրա համար պետք է անել կրկին անհնարինը եւ ավելի շատ զինվել։ Պետք է մեր դաշնակից երկրների միջոցով զինվել, ովքեր որ տեսնում են այդ վտանգը, ովքեր որ Հայաստանին իրենց դաշնակիցն են համարում, որ երկրների համար, որ Հայաստանը շատ ավելի կարևոր է իրենց ապագայի համար։ Այդ երկրների շարքում են եվրոպական երկրները, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մենք պետք է հասկացնենք, համոզենք, քանի որ փողով մենք շատ քիչ կկարողանանք առնել։ Պետք է որ մեզ օգնեն, այլ տարբերակ չկա։ Ներքին կարգով միգուցե մի քիչ հրաշներից եմ խոսում, երազանքների գիրկն եմ ընկնում, բայց չէ, եթե այդպիսի պատերազմ է հասունանում, միանշանակ դրա մասին գիտեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները, իրենց հատուկ ծառայությունները, զինվորականները, իսկ նրանք խոսում են, ներքին կարգով ինչ չգիտեն, մենք չգիտենք, բայց իրենք արդեն իսկ խոսում են։ Ես երկու օր առաջ խոսում էի այն մասին, թե ինչ հայտարարություն է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության պատերազմի նախարարը Փիթ Հեքսեթը, դրանից առաջ ինչ հայտարարություն էր արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մարկ Ռյուտեն, սրանք շատ լուրջ հայտարարություններ են, եւ հիմա ես խոսում եմ Սերբիայի նախագահի հայտարարությունների մասին, ոչ պակաս կարևոր հայտարարություններ, ու սրանից մենք իրոք պետք է հետևություններ անենք։ Հաջորդ հարցը, որը որ քննարկման արժանի է, դա Ղազախստանի նախագահ Տոկաևի եւ Պուտինի հանդիպումն էր երեկ եւ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո Տոկաևը միանգամից մեկնել է Մոսկվա եւ շատ կարեւոր փաստաթուղթ է այնտեղ ստորագրել նախագահ Պուտինի հետ։ Ռազմավարական գործընկերության շատ խորը հարաբերություններ ձևավորելու
փաստաթուղթ։ Սրանով Ղազախստանը երևի թե փորձում է բալանսավորել իր քաղաքականությունը, քանի որ շատ կարևոր եւ լուրջ փաստաթուղթ է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նաեւ ես մոռացել էի ասել, որ Ղազախստանը միացավ Աբրահամի համաձայնագրին։ Ամեն ինչ արվում է Իսրայելի համար, հանուն Իսրայելի, եւ Դոնալդ Թրամփը միայն ու միայն ամրացնում է Իսրայելի դիրքերը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը։ Հիմա պատկերացրեք, մենք խոսում ենք մի փոքրիկ ճանապարհի մասին, թրիփի մասին, բայց ամբողջ մեր այս տարածաշրջանը համարեք մի մեծ միջանցք։ Իսրայելից, Սիրիայով, Թուրքիայով, Հայաստանով, Վրաստանով, Ադրբեջանով, Ղազախստանով, Միջին Ասիայով, մի խոսքով դեպի Չինաստան։ Սա մի մեծ հսկայական տարածաշրջան է, որը որ մի մեծ միջանց, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահով գնում է մինչև Հնդկաստան եւ բարձրանում է մինչև Չինաստան։ Եվ դրա կենտրոնական ուժը այս պահի դրությամբ, ինչպես որ Բլումբերգն է հաղորդում, օրինակի համար, ես եմ կապում Բլումբերգի հաղորդումը այն մասն է, որ հիմա Իսրայելում Գազայի հատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղակայելուն 10,000 զինվորականի 1 տարով եւ հիմա արդեն որոշել են թե ինչպես ու ինչ արագությամբ կառուցեն այդ ռազմաբազան։ Պատկերացրեք, եթե 10,000 զինվորականները տեղակայում Ամերիկայի Միացյալ Նահանգները Գազայում, Իսրայելում նաեւ, ապա հաջորդ իր ծրագիրը եւ դրա մասն էլ է խոսվում, ուղղակի հաստատում չեղավ այս պահին։ Սիրիայում զորքերի տեղակայումն է արդեն Ալ-Շարայի համաձայնության միջոցով։ Այդ հարցին էլ մենք կվերադառնանք, ուղղակի ասեմ այն, որ Թրամփը հայտարարել էր նաև, որ իրենք ուզում են վերադառնալ Աֆղանստան։ Այստեղ Ադրբեջանը եւս կարևոր դերակատարություն ունի նրանց համար, ինչպես նաև Հայաստանը։ Այսինքն պատկերացուցիչ չէ այդ գիծը, որտեղ որ տարածվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը։ Եվ ես երեք նաև անդրադարձա Ալ-Շարայի այցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ալ-Շարան դա այն ահաբեկիչն է, որի գլխի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները $10 միլիոն էին խոստանում։ Իսկ հիմա նա հաստատի Սիրիայի ղեկավարն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն դաշնակիցն է դառնում եւ ղեկավարն է Սիրիայի, Թուրքիայի թեթև ձեռքով Էրդողանի աշխատանքի շնորհիվ է դա տեղի ունեցել, բայց ահա դառնում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը, աշխարհակաղակական կարևոր դաշնակիցներից մեկը։ Փաստացի Fox News-ով խոսվել է այդ մասին եւ հայտարարություններ են եղել, խորացնում են հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Սիրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, որ սա նոր դարաշրջան է իրենց հարաբերությունների միջև եւ Ալ-Շարան նաև ասել է, որ իրենք պատրաստ են այս պահից սկսած համագործակցել ամերիկյան զորքերի հետ, որոնք որ գտնվում են Սիրիայում։ Այսինքն պաշտոնական բնույթ է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականների ներկայությունը Սիրիայում։ Սա շատ հետաքրքիր տեղեկություն է եւ սա նույնպես հաստատում է այն ամենը, ինչի մասին ես խոսում եմ, սիրելի հայրենակիցներ։ Հնդկաստանի մասով դուք գիտեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացան սեղմել Հնդկաստանին եւ հիմա նաեւ Թրամփը ուզում է հանդիպել իրենց վարչապետի հետ, բայց հետաքրքիր շատ հայտարարություն է եղել Թրամփի կողմից, որ այդ մաքսատուրքերը այնուամենայնիվ դեռևս կշարունակվեն Հնդկաստանի նկատմամբ այդ բարձր մաքսատուրքերը, քանի որ իրենք տեսնում են, որ այնուամենայնիվ Հնդկաստանը ձեռք է բերում ռուսական նավթ։ Ու հստակ ասում է Դոնալդ Թրամփը, եթե ընդհանրապես նրանք հրաժարվեն ռուսական նավթից, մենք իջեցնելու ենք այդ մաքսատուրքերը, այսինքն հանելու ենք պատժամիջոցների տակից Հնդկաստանը։ Ես համոզված եմ, որ դրան շատ արագ կհասնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ շուտ կհասնի դրան, եւ սա է նոր սիրելի հայրենակիցներ ձևավորվող աշխարհակարգը։ Ես փորձեցի մոտավոր գծել այն քարտեզը, ճիշտ է, այստեղ չեմ ներկայացնում, բայց խոսքով փորձեցի գծել այն քարտեզը, որտեղով որ տարածվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության շատ կարևոր գոտին։
Եվ այս պայմաններում քիչ առաջ էլ խոսում էի այն մասին, որ հասունանում է շատ մի մեծ կոնֆլիկտ, եթե այդ մեծ կոնֆլիկտը տեղի ունենա, արդեն դժվար է ասել, թե այս գոտու հետ ինչ կլինի, եւ այդ ժամանակ կարող է եւ չստացվի կամ չհաջողի Ամերիկայի Միացյալ Նահանգները հասցնել ձևավորել այդ գոտին, տեղակայելով տարբեր երկրներում զինվորականներ եւ սկսվի մեծ պատերազմ Եվրոպայով խառը լինեն եւ այդ ժամանակ նաեւ վտանգները մեծ կլինեն մեզ համար։ Բայց չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չհաջողեն։ Այնպես որ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Մի փոքր շատ երկար ապագայի մասին խոսեցինք, երկար չասենք հեռավոր, չեմ կարող ասել խոսքը ամիսների, թե տարիների մասին է, բայց ահա այսպիսի մոտավոր պատկեր է ձևավորվում արդեն հիմա։ Եվ ես սա խոսում եմ ուղղակի փաստերի համադրմամբ, դատարկ խոսքեր չեն, դրա համար մեջբերումներ, տեղեկություններ եմ տարբեր հայտնում ձեզ սիրելի հայրենակիցներ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։